Դուք ժողովրդին հիմարի տեղ եք դնում։ Հերիքչի տրանսպորտի գներն եք բարձրացրել, հիմա էլ ուզում եք ստիպել ժողովրդին ամեն օր օգտվել այդ թանկ տրանսպորտից, արգելելով անձնական մեքենաները։ Սա ոչ թե քաղաքային լուծում է, այլ քաղաքացու վրա ճնշում։ Տիգրան Ավինյան, դուք կրկին փորձում եք բարդացնել հասարակ քաղաքացու կյանքը։ Տնտեսական ակտիվության աճ ձևակերպմամբ արդարացնելով Երևանի խցանումները։ Խցանումների պատճառն այն չէ, որ մարդիկ հարստացել են ու շատ մեքենաներ են գնել։ Պատճառը քաղաքային կառավարման բացակայությունն է, ոչ թե քաղաքացին։ Քաղաքապետարանն ինչ է արել վերջին տարիներին, որ քաղաքացին ընտրի հանրային տրանսպորտը, հարմարավետության, ոչ թե հարկադրանքի պատճառով։ Ավտոբուսների քանակը բավարար չէ, երթուղիները չպլանավորված են, կանգառները անհարմար, իսկ տաքսին դարձել է շքեղություն։ Դուք քաղաքացիների փոխարեն չեք կարող որոշել, ով երբ ու ինչով երթևեկի։ Խնդիրը քաղաքացու վարքագիծը չէ, խնդիրը ձեր անարդյունավետ կառավարման մոդելն է։ Երևանը չի խցանվել մեքենաներից, Երևանը խցանվել է ձեր կիսատ քաղաքական որոշումներից ու խեղված մտածողությունից։ Եվ որքան էլ փորձեք դա ներկայացնել որպես թվային լուծում կամ խելացի կառավարում, փաստը մեկն է։ Մարդը կրկին մնում է ձեր սխալների գերի։ Ժողովրդի ձայնը լսելի է կուսակցություն, դեմ եմ քաղաքացիական շարժում։